Աչափնյակ վարչական շրջանում գտնվող 168 դպրոցի հարակից տարածքում հատվել են 10-ից ավելի ծառեր։ Բնակիչները ահազանգում են, բայց հատողներն ու հատման պատճառները դեռ հայտնի չեն։ Ծառահատման մասին լուրը 3 գիշերվանից տարածվել էր Facebook-ում, հետո լրատվական կայքերն սկսեցին տեղադրել բնակիչների արած լուսանկարներն ու տեսագրությունները։ Մենք մեկնեցինք դեպքի վայր եւ ականատեսը եղանք այն ամենի, ինչը քննարկում էին մտահոգ քաղաքացիները։ Ինգել է գազի տրուբայի վրա, թեկված դեպի գարելի նա խոշորացը։ Դահիճություն, 40 տարվա ծառ էր, ջուրը կողքը, ջրում էին, օդ էր մեր, մենք ես կոմիդասից եկել եմ էստեղ, այս ծառերի ու կանաչի համար։ Ազնվությամբ եմ ասում։ Ծառը կտրվել է, արդեն բնականաբար չեն կարող նորից կպչնել, բայց եթե չկա չար մտադրություն իշխանությունների կողմից, միանշանակ է, որ այստեղ պետք է նոր ծառատունք իրականացվի, ջուրը կա, նույնիսկ եթե սա ինչ-որ մեկի սեփականությունն է, դա կապ չունի, որովհետև առանց թույլտվության սեփականության վրա ծառատունք իրականացնել չի կարելի։ Բնակիչները սակայն ենթադրում են, թե ինչը կարող է հանդիսանալ ծառահատման պատճառ։ Ինչ-որ մի հատ պատպալկովնիկի սեփականաշնորհված եմ գիտամ, ասում են սա։ Անունն էլ Մարատ է, ազգանուն չգիտեմ։ Բայց ինչ եք կարծում, ինչի համար կտրած կլինեն։ Ասում են շենք պիտի շինեն ինչ-որ։ Ես համայնատիրության պետն է ասել, որ մի տամ շենք են շինելու։ Ծառահատումը մտահոգել է նաև հարևան դպրոցի աշակերտներին։ Ինչ ասենք, բնությունը աղտոտում են, մենք ուզում ենք ոսկի համախմբենք ու պայքարենք։ Եթե չկարողացանք, կդիմենք համապատասխան մարմիններին։ Ճիշտ չեն անում, որ ցենց բաներ։ Անբնությանն են վնասվել համել մեզ։ Վաստի համար է բնության գերեզմացի։ Հատված ծառերի այգու մյուս ծայրում գտնվում է կիսակառույց շինություն, որի տեղում նախկինում ևս ծառեր են եղել։ Տաթևիկ Ղազարյան, Սարգիս Բուլղադարյան, Civilnet։